ես հենց նոր դուրս եկա նոտարի մոտից ու այնքան հետաքրքիր զգացողություն է, թարգմանություններ եմ արել, բայց ես չեմ արել, այսինքն տակը ոչ թե իմ ստորագրությունն է ու իմ անունը ասկանունը, այլ թարգմանչի ու առաջին անգամ է էլի սենց բան լինում, շատ հետաքրքիր զգացողություն է ու երբ որ ինձ հարցրեցին բա չեմ ուզում վերադառնամ այս ոլորտ կամ չեմ ափսոսում, որ թողել եմ ուսիչը ու հիմա դուրս եմ եկել քայլում եմ, ասում ինչքան հեշտ եմ ես բաց թողնում, մինչդեռ շատ մարդիկ այնքան կարճած են անցյալից, այնքան կարճած են այն ամեն ինչ որ ունեն այս պահին, որ նորի համար տեղ չեն թողնում, տեսեք ես ժամանակին իմ մասնագիտությունից այդքան կարճած չէի, դրա համար այսօր ունեմ ազատ կյանքի ոճ, որովհետև ինչքան էլ որ իմ գրասենյակն էր, ես չէի կարող օրինակ ճանապարհորդելով գումար աշխատել, որտեղ պետք է նստեի թարգմանություններ անեի։ Հենց այսօր խոսում էի մի կնոջ հետ, ով հետաքրքրվել էր աշխատանքով, ասում է, գիտեք ինչ, ես մարզից էի, իմ պապան տվել է տան վարձի գումարը, ուսման վարձը իմ ու ես չեմ կարող իմ մասնագիտությունը թողնեմ, ես պետք է իմ մասնագիտությամբ աշխատեմ, որովհետև այսպես ասած այդ կրթության վրա այդքան գումար ենք ծախսել։ Ես իրան բացատրեցի, որ ժամանակին ես սովորում էի համալսարանում ամենապրեստիժնի ֆակուլտետում, վարձը շատ թանկ էր, իմ պապան էլ էր վճարում, ասեմ ավելին հենց այդ նույն ժամանակահատվածում եղբայրս էլ էր սովորում համալսարանում, էլի պրեստիժնի ֆակուլտետում, հետևաբար պատկասեք ինչ մեծ վարձ էինք տալիս, բայց ես իմ մասնագիտությամբ ընդամենը աշխատել եմ 10 տարի ու այդ իմ աշխատանքի փորձը ու նաև իմ համալսարանական կրթությունը, օրինակ ինձ հիմա այս ոլորտում շատ օգնում է։ Պետք չի կարճել։ Ես մի խորհուրդ տամ ձեզ, եթե դուք այս պահին ունեք աշխատանք, որը որ ձեզ դուր չի գալիս, հոգնել եք ամեն օր աշխատանքի գնալ գալ, չգիտեմ, այնտեղ խցանումների մեջ մնալ կամ առավոտը զարթուցչի ձայնից արթնանալ, ձեզ մնում է մի բան անել, հետևել իմ օրինակին, ես էլ եմ սկզբում համատեղել, հիմա արդեն միայն այս ոլորտում եմ